Աբրահամյանն է։ Պարոն Աբրահամյան, ինչ տեղի ունեցավ երեկ, արդյոք չի գտնվում այդ սկրեպը, այսպես կոչված, որ ամրացնի երկու թղթերի ստորագրությունները։ Մենք երեկ առիթ ունեցել ենք Հայաստան խմբակցության մեր գործընկերների հետ խոսելու։ Մենք ներկայացրել ենք մեր մոտեցումները, մեր պատկերացումները, իրենք ներկայացրել են իրենց մոտեցումները այս process-ի հետ կապված։ Բավականին անկեղծ զրույց է գնացել, երևի համարյա ժամուկես խոսել ենք։ Կան հարցեր, որոնց հետ կապված մոտեցումները տարբեր է եղել։ Իհարկե ես չեմ կարծում, որ իրավիճակը այնպիսին է, որ ընդհանուր եզր գտնելու հնարավորությունը սպառված է։ Հատկապես որ Հայաստան խմբակցությունում կան մեծ թվով մարդիկ, ում 1 տարի կամ 2 տարի չենք ճանաչում, եւ կան իհարկե մարդիկ, ովքեր իրականում գիտակցում են երկրում ստեղծված իրավիճակը եւ հասկանում են, թե մի փուլում ինչպիսի լիցքաթափում պետք է տեղ ունենա այս կոնկրետ ներքաղաքական այս իրավիճակում։ Պետք է աշխատենք, տեսնենք, քաղաքական իրավիճակը այդպիսին է, ճակատները մեծ են աշխատանքի, մի քանի հարթություն է, եւ պետք է աշխատել ներսում, աշխատել Պարոն Աբրահամյան, որ հարցում ձեր ջրերը մի առվով չգնացին։ Ում հարցի, խնդրում եմ աշխատել ներսում, ասիկ աշխատանք, աշխատել ներսում, ներընդդիմադիր շրջանակներում, աշխատել դրսում, այս սպասելի էր ձեզ համար, թիկունքից այսպես ասած հարված չէ։ Տեսեք, չեմ ուզում ես որակում տամ, թե դա ինչ էր, բայց ամեն դեպքում ես անկեղծ ասած իմ համար սպասելի չէր։ Ես մտածում եմ, որ ստեղծված իրավիճակում ողջամիտ ճանապարհը պարզապես նշված ձևաթղթի տակ ստորագրելն էր։ Լսեցինք մենք մոտեցում թե ինչով է պայմանավորված այս պահին ձևաթղթի տակ ստորագրելը եւ նաեւ ստացանք իրենց հավաստիացումներ միջև հանրային հրապարակումը, թե կա հավաստիացում, որ ինչ-որ փուլում մենք գանք եւ դա կտանք։ Որոշակի կասեմ ես, երբ որ տարբերությունների մասին եք խոսում, նաեւ մեր գործընկերն է ասում, թե որն էր հիմնական մոտեցումների տարբերություն։ Հասկացա, ջան, ես պատասխանում։ Երբ որ խոսում ենք մոտեցումների մասին, մենք համարում ենք, որ process-ը արդեն մեկնարկել է, քանի որ մենք ոչ միայն հայտարարել ենք, այլ նաև տեխնացուն ներկայացված է Դավիթ Համբարձումյանը, իրենք չեն համարում, որ հիմա process-ը սկսել է, իրենց համար process-ի մեկնարկը այն 36 պատգամավորների ստորագրությունն է, որից հետո պետք է արդեն երկրորդ փուլին անցնել։ Մենք ասում ենք, որ 36 պատգամավորի ներկայության դեպքում մենք միանգամից մուտք չենք անելու, որպեսզի ժամանակային առումով օրենքով նախատեսված պայմաններում չսահմանափակենք մեր շարժի ճկունության հնարավորությունը եւ իրենց ասում ենք, որ մեր համար առաջնային է, որպեսզի դուք հիմա ձեր ստորագրություն դնեք եւ մենք տանենք։ Ինչ ենք մենք առաջին իրենց ասում, բնականաբար Հայաստան խմբակցությունը այն մեր գործընկերներն են, որոնց հետ բացի նրանից, որ երկար տարիներ ճանաչել ենք, աշխատել ենք, նաև 20 թվականից հետո տարբեր շարժումներում միասին ենք պայքարել եւ բնական է, որ առաջին ակնկալիքը իրենցից է, եւ այս պարագայում այս իրավիճակը, որը երեկվանից հետո է հատկապես առաջացել, դա ճիշտ ասած իմ կողմից այդքան էլ ընկալելի չէ։ Այսինքն 6 գումարած 2-ին են իրենք սպասում, ճիշտ եմ հասկանում, պարոն Աբրահամյան։ Հետո նոր իրենց падգամավորների ստորագրությունը դնեն, ձեզ այդպես է բացատրվել եւ դուք արդյոք մասնակցել եք բանակցություններին։ Այո, ես մասնակից եմ եղել քննարկումներին։ Միգուցե ես սխալվում եմ, կամ ես հույս ունեմ, որ ես սխալվում եմ, բայց տպավորություն ունեմ, որ իրենց այն հայտարարությունը, որոնք իրենք ունեին, դա ուժի մեջ է, բայց որոշակի դիպլոմատիկ փոփոխություններ է ենթարկվել, որպեսզի տես որպես կտրուկ կամ որպես նախապայման չընկալվի, բայց իրականության մեջ այն խոսակցությունը քննարկումը, որը ընթացել է, դա մեծ առումով արդեն ստացվում է նախապայման։ Մենք ինչ ենք նաև որոշակի ակնկալիքներ ձևավորել այս տեսանկյունից, որովհետև 20 թվականից հետո ինչքան շարժում քաղաքական ներողություն Հրանտ ջան, քաղաքական գործընթացները այնպեսին է եւ քաղաքականություն առասարակ այնպեսին է, որ ինքը ենթադրում է ճկունություն, հատկապես երբ որ դու առնշվում ես մարդկանց հետ, որոնց հետ ունես որոշակի անցած ճանապարհ, եւ դա ինձ գոնե հույս է տալիս, որ մի հատ ինչ-որ փուլում այդ կոնսենսուսը կայանա եւ իրար հասկանալու հետ կապված խնդիր այլևս չի լինի։ Նախատեսում եք անկախ պատգամավորների հետ էլ բանակցել, ըստ էության Հայաստան դաշինքը ներկայացրեց այնպես, որ գնդակը իրենց դաշտում է։ Գիտեք, ես կարծում եմ, եթե մենք ունենք ընդհանուր թիրախ եւ դա մեկ թիրախ է,
Այս իրավիճակում ներընդդիմադիր դաշտում գնդակը այս կամ այն կողմ չպետք է ուղենք կամ ակնկալիք ձևավորենք, ավելին ասեմ, այն աշխատանքը, որը մենք ենք ենթադրում նույն ձեր ասած 4 падգամավորի անկախ падգամավորների մասով, մենք բնականաբար նաև ակնկալիք ունենք, որ մեր գործընկերները նաև Հայաստան խմբակցության իրենք են իրենց ներդրումը կանեն, ինչի հետ կապված նաև Արոնը Արդարության իշխան Սաղաթելյանը նաև այդ հավաստիացումը տվել է եւ որևէ առիթ չկա հիմա իշխան Սաղաթելյանի ասածին չհավատալու կամ մեկ այլ բան։ Հիմա խնդիրը լրիվ այլ հարցի մեջ է։ Պրոցեսը մենք թողել ենք դաշտում, երբ որ մենք 1-1.5 ամիս առաջ հայտարարություն ենք արել եւ կուսակցությունը եւ ֆրակցիան, մենք թողել ենք դաշտը շատ ավելի մեծ ներկայություն ունեցող մեր ընդդիմադիր գործընկերներին, մենք դրա համար այդ առաջադրումը չենք արել, թողել ենք նաև հաշվի առնելով, որ ներքաղաքական դաշտում կար որոշակի քաղաքական կոնսուլտացիաներ եւ մենք ասել ենք, որ առաջնորդությունը այն չէ, որ մենք մտնենք եւ լինի մեր տեխնացում, մեր խնդիրը իշխանափոխության հասնելն էր, բայց քանի որ այդ ժամանակահատվածում չեղավ այդ փոփոխությունը, ապա մենք ստեղծված իրավիճակում նույնիսկ այլ տարբերակ էլ չունեինք, քան առաջադրումը անելու եւ այդ առաջադրումը արված է։ Հիմա թե ինչպես իրադարձությունները կզարգանան, երևի յուրաքանչյուր օր իր փոփոխությունը կբերի կհասկանանք։ Պարոն Աբրահամյան, կարծիք կա, որ ձեր բանավեճը, որը արդեն հաստորեն սենյակներից դռներից դուրս է եկել եւ քննարկումների առաջ կա, սա արդեն այսպես այդ գործընթացը հեղինակազրկելու գործընթաց է սկսվել եւ սա միայն գործող իշխանությանն է այսպես ձեռնտու, որը իդեպ իրենք էլ չեն թաքցնում, թե ինչպիսի լավ իրավիճակ է ընդդիմությունը իրենց համար ստեղծում, հա։ Դուք այդ կարծիքին չեք, որ այս ձեր բանավեճը, ես նույնիսկ կռիվներ կասեի, հա, արդեն հրապարակային դարձած իշխանությանն է ձեռնտու եւ դուք այսպես նրանց դիրքերն եք ավելացնում։ Գիտեք, անկեղծ ասած կան շրջանակներ, որոնք շահագրգիռ են, որպեսզի գործընթացը ամբողջությամբ կամ խեղաթյուրվի, կամ վարկաբեկվի։ Ավելին կան հրապարակային հնչող նաև տեսակետներ մարդկանցից, գործիչներից, որոնք առաջին հայացքից գոնե ընդդիմադիր դաշտում են դիրքավորված, ովքեր այս վերջի մի շաբաթ 10 օրվա ընթացքում անդադ խոսում էին այն մասին, որ փողոց դուրս գալը այս պահին սադրանք է, արկածախնդրություն է, դա Նիկոլ Փաշինյանի պլանն է եւ տարօրինակ ձևով փորձում են անդադ խոչընդոտել փողոցի գեներացումը եւ այս տեսանկյունից այստեղ առաջ է քաշում այն հանգամանքը, որ պետք է մեծ առումով նստել, սպասել, թե 2026 թվականը մեզ ինչ է բերելու, բայց հիմա մենք ունենք բավականին խնդրահարույց իրադրություն, որ այս պահին գետնի վրա արտահայտված է, սկսած մայաթորի դեմ հարձակումներով, վերջացած այսպես կոչված խաղաղության պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակով, երբ որ փաստաթղթի 17 դրույթներից 15-ը չի հանրայնացվել, դա ցանկացած պահի կարող է ստորագրվել, կա խնդրահարույց սահմանազատման հետ կապված գործընթացը եւ էլ չգիտենք թե գործող իշխանությունը ինչ նոր անակնկալներ է բերելու մեր հասարակությանը եւ մենք այս իրավիճակում նստենք, սպասենք, որևէ քայլ չձեռնարկենք, որ փորձենք կանխել ոչ միայն այդ իրադարձությունների ընթացքը, այլ իշխանության փոփոխության այդ process-ը պարզապես չեն կարող, որովհետեւ 26 թվականին զուտ նստել սպասելը մեզ կարող է բերել մի իրավիճակ, երբ որ այլևս որևէ բան անելու նպատակահարմարություն նույնիսկ կամ անհրաժեշտություն էլ չլինի։ Վերջում խոսում են մասին, որ այն իշխանությունը, որ ձեռք է բարձրացնում մայրաթորի նկատմամբ, ովքեր հատում է անբարոյականության սահմանները այդ իր գործողություններում, դրանից ակնկալել ազատ մրցակցային ընտրություններ կամ հավասար դաշտ քաղաքական տարբեր ուժերի համար իրական արդյունքներ արձանագրելու պարզապես չեն կարող։ Իսկ այլ առաջարկ ուներ Հայաստան խմբակցությունը բացի իմպիչմենտի գործընթացից, որևէ կերպ օր առաջ կանխելու, հա։ Խնդիր տեսնում էր նաև կներեք հավելում էլի ձեր տեխնացուի հետ կապված։ Տեխնացուի հետ կապված որևէ խնդիր չի բարձրացվել։ Հետաքրքրող հարցերը եղել են process-ի տարբեր փուլերի հետ կապված եւ այլ թեմա այս տեսանկյունից չի եղել, հա ջան, ինչ է ձեր։ Այլ առաջարկ եղել է բացի այն, որ իմպիչմենտի գործընթացը, որ իրենց համար իրատեսական չէ անել այս պահին, ոչ թե այլ առաջարկ չի եղել, մեզ չի էլ ասվել, որ իրենք անիրատեսական են գործընթացը նայում։ Ես կարծում եմ, որ օդում կախված ներքաղաքական դաշտում կա երկու մոտեցում կամ երկու առաջարկ անդիմադիր ուժերից, մի առաջարկը մեծ առումով նախապատրաստվելն է 26-ի ընտրություններին, այսինքն սպասել եւ հասունացնել այդ process-ը հաջողություն ապահովելու համար, եւ մեր մոտեցումն է, որ մենք ասում ենք, որ այս պահին 26 թվականի ընտրությունները քննարկելու
անհրաժեշտություն կամ տրամաբանություն չկա, որովհետև Հայաստանի գլխին կախված են այնպիսի սպառնալիքներ, որի պայմաններում յուրաքանչյուր շաբաթը կամ ամիսը մեծ խնդիրներ են պահանջում եւ մենք ներդնելու ենք մեր բոլոր հնարավորությունները, ով ինչքան ուզում է դրա հնարավորությունը գնահատի, այս գործընթացի հաջողությունը ապահովելու համար։ Պարոն Աբրահամյան, դուք որ ասում եք կա երկրորդ տարբերակ, հա, ոչ ձեր տարբերակ, այսինքն սպասել գնալ դեպի ընտրություններ։ Դուք տպավորություն եք, որ Հայաստան դաշինքի տեսակետը դա է, այսինքն իրենք հակված են գնալ դեպի ընտրություններ եւ այս միջանկյալ պայքարին կողմ չեն։ Թեև իրենց դաշինքի առաջնորդն ասել է, որ մենք չենք էլ բացառում փողոցային պայքարը, բայց գիտեք, հուն հողի վրա տեղեկատվական եւ քաղաքական դաշտում դրսեւորվող այդ գործողությունները ըստ էության ցույց են տալիս, որ իրենց համար կա նախընտրելի ուղղություն, իրանք այս պայն անվստահության գործընթացի նկատմամբ որևէ լուրջ ռեսուրս ներդնելու ցանկություն չունեն, դրա հետ կապված նույնիսկ որակում է ունեցել դաշինքի ղեկավարի կողմից եւ այս տեսանկյունից մեծ առումով այդ ուղղության համախմբումը սպասելու եւ 26 թվականին լավ նախապատրաստություն ունենալու համար ըստ էության իրենց իջեցրած քաղաքական մոտեցում է, որի հետ կապված բնականաբար մեր տեսակետները չեն համընկնում։ Իսկ դուք փորձել եք բարձել այդ ստորագրությունները դրել, իրենց հետ կապ հաստատվել է, որ այս իրավիճակը, որը արդեն հրապարակային բանավեճի առիթ է ձեր եւ նրանց կողմնակիցների միջև դարձել, սուտ քաղաքական գործիչներով փորձել եք ճշտել։ Իրենք այդ հանդիպան վրա, չգիտեմ ով ինչ է գրում, ինչ է ասում, բայց այդ հանդիպան ժամանակ իրենք ասել են մենք պատրաստ ենք տանք, պատրաստ ենք դա ավելի ցենց տեսանելի ասեմ, սեյֆում ունենանք, միջև դուք գաք եւ այդ process-ը մեկնարկեք, մենք կրկնում եմ ասել ենք, որ ոչ միայն մեկնարկել ենք, այդ դրա երկրորդ քայլն ենք արել նաև տեխնացու առաջադրելով եւ այս տեսանկյունից մենք ստացել ենք միայն հավաստիացում։ Իսկ այդ տարբեր ցուցակները, որոնք հրապարակում են, կա ընդհանրապես մեկ նախագիծ, որտեղ հղումներն են, որտեղ մեր կողմից այդ առաջադրումն է անվստահության գործընթաց սկսելու հետ կապված եւ որտեղ դրված է առայժմ 6 ստորագրություն։ Երբ որ մեր գործընկերները ցանկություն կունենան իրենց ասած հավաստիացումները առավել առարկայական արտահայտել, բնականաբար այդ 6-ը շարունակություն կունենա եւ կդառնա 34։ Այսինքն ձեզ հետ կապ չի հաստատվել, որպեսզի ձեր վերցրած ձևաթղթի տակ ստորագրություններ։ Մենք այդ թեմայով 2 խմբակցությունների հանդիպման ժամանակ խոսել ենք, իրենց դիրքորոշումը արտահայտվել է եւ դա դեռևս փոփոխության չի ենթարկվել։ Շնորհակալ։ Մի հատ այդ թեմային վերաբերող էլի, որովհետեւ Պարոն Մարգարյանի ծննդյան օրվա հետ կապված նա պետականամ է առհասարակ գործունեության մասին, մանավանդ ձեր խմբակցության հետ մեր խմբակցության հետ ուղիղ կապ ունի, այլ Անդրանիկ Մարգարյանը մեր կուսակցության ակունքներում կանգնած մարդ է, ով բավականին հարուստ քաղաքական կենսագրություն ունի եւ ճանապարհ է անցել։ Ավելին ասեմ, շատ-շատերը Անդրանիկ Մարգարյանին ճանաչում են որպես հանրապետականի հիմնադիրներից հանրապետականը առաջնորդած մարդու, բայց չպետք է մոռանալ, որ Անդրանիկ Մարգարյանը նաև սովետական միության ժամանակահատվածում նույնիսկ գործող ազգային միացյալ կուսակցության առաջամարտիկներից էր, որի հիման վրա նաև հետագայում ձևավորվեց հանրապետական կուսակցությունը, ազգային մարդ էր իր կյանքով, իր քաղաքական գործունեությամբ եւ այն քիչ կերպարներից է քաղաքականության մեջ լինող, ովքեր բոլոր կողմերի, բոլոր ճամբարների հարգանքը վայելում էր եւ անկեղծ ասած նաեւ այսօրվա մեր իրադարձությունները հաշվի առնելով Անդրանիկ Մարգարյանի նման մարդկանց տեղը այսօր եւ շատ նկատելի է։ Շնորհակալություն։ Live News-ի հարգելի հետևորդներ, գտնվում են Կոմիտասի անվան Պանթեոնում, այսօր Անդրանիկ Մարգարյանի ծննդյան տարեդարձն է, նա կդառնար 74 տարեկան։